Ուրեմն հարկերի վերաբերյալ միջին եւ փոքր բիզնեսների հարկերը շատ մեծ է, ինձ համար օրինակ դժվար է, ես աշխատում եմ փոքր բիզնես է, ես աշխատում եմ ու շատ դժվար է այդ հարկերը վճարելը։ Բարեփոխումներ լինելու են։ Այո, անպայման։ Նայեք, առաջի անգամ Հայաստանում նույն հաստատագրված վճարը փոքր բիզնեսի համար մտցվել է իմ ժամանակ։ Եվ այն ժամանակ մոտեցումը հետևյալն էր։ Դժվար է փոքր բիզնեսի համար հաշվապահ պահել, հարաբերվել հարկային տեսչի հետ։ Մտցնելուց հետո մի զարկ եղավ փոքր միջին բիզնեսի։ Ես ուղղակի թվերը բերեմ, մոտ 14-15%-ն էր կազմում ընդհանուր հնայի մեջ, այդ քայլերի շնորհիվ փոքր եւ միջին բիզնեսը դառավ 46%։ Իմ երազանքն էր, որ այդ թիվը գա հասնի 65-70%-ի։ Սա ես կհամարեի իդեալական վիճակ Հայաստանի համար։ Հատկապես հաշվի առնելով, որ մեր ժողովուրդը հակում ունի բիզնեսով զբաղվելու։ Եվ շատ ավելի մեծ է այդ մոտիվացիան բիզնեսով զբաղվելու, քան այլ ժողովուրդների մոտ։ Ուրեմն պետք է մոդելը մաքսիմալ ձևով բարձրացնենք, այն ինչ իմանում են շրջանառության բանի փոխեցին, չէ, ավելացրին, բեռը ավելացրին, դրա վրա ավելացավ գույքահարկի, բեռը հատկապես Երևանում այդ ամբողջ բիզնեսի վրա շատ ծանր sense բեռ է դառնում, այո, այդ հարցերը պետք է լուծենք։ Միջ ձեզ հարց եղավ զբաղվածության մասին, աշխատատեղերի մասին։ Կա աշխատատեղեր, որոնք ստեղծում ես մեծ ներդրումային ծրագրերով, բայց շատ ավելի անգամներով շատ ավելի աշխատատեղ ստեղծվում է եւ բարենպաստ պայմաններ է ստեղծում ժողովրդի համար բիզնեսով զբաղվելու։ То есть միտեղ սա մեգա ծրագրեր է, որը պետությունը ներգրավված անում է ինչ-ինչ նպատակներով, իր արդյունաբերական քաղաքականությունը, մյուս կողմից հարկային արտոնություններով հնարավորություններ տալով ժողովուրդը ինքն է ստեղծում այդ աշխատատեղերը։ Եվ այն ժամանակ այդպես ենք արել եւ մենք տարեկան ասեմ 35-ից 45 հազար աշխատատեղեր ամեն տարի ստեղծումներ։ Այո, անելու ենք։ Եթե չանենք, ձախողվելու ենք։ Նույնիսկ sense ասեմ, մեր մոտիվացիան հետեւյալի մեջ է, չէ՞, ամեն մի առաջնորդ, ամեն մի կառավարություն ուզում է չձախողվել։ Մենք ստիպված ենք անելու հաջողվելու համար։ Շնորհակալություն։ Փոքր բիզնեսի համար մենք շատ հստակ դիրքորոշում ենք հայտնել, հրապարակել ենք մեր ծրագրային դրույթները, որ փոքր բիզնեսի հարկերը ամբողջությամբ 100%-ով հետ վերադարձել լինելու, այսինքն հաշվառում իրականացվելու է, բայց ըստ էության ազատվելու է հարկերից 100% հետ վերադարձ լինելու։ Փոքր եւ միջին բիզնեսը խրախուսելու համար։ Ստեղ միակ վտանգը ինչի մեջ է, նաեւ մեր անդիմախոսները հետեւյալն են ասելու, որ եթե դու դա չես արկում, ապա մոտիվացիա է ստեղծում ավելի մեծ բիզնեսի համար մասնատվելու եւ մտնելու այդ հարկերի ավելի արտոնյալ հարկային քաղաքականության շրջանակների մեջ։ Նույնիսկ եթե դա կատարվում է, դրա վնասը շատ ավելի քիչ է, քան երբ դու դա չես անում։ Այսինքն իդեալական մոդելներ չկա։ Դու ստեղծում ես մոդել, դու գնում ես դրան։ Այո, կարող է ինչ-որ մեկն էլ փորձի, ինչ-որ մասնատի, հասկացաք, չէ՞, մտնելու այդ ռեժիմի տակ, բայց մեկը ընդհանուր օգուտը շատ ավելի մեծ է, քան այդ sense կոմունատի այդ փոքր երևույթները, որոնք այնուամենայնիվ sense մեծ մենք այն ժամանակ որ արել ենք, շատ փոքր էր այդ շեղումները։ Միգուցե մի 3-4%-ի չափ էլի, որ փորձել են մասնատել, մտնել այդ ռեժիմի տակ։ Ուրեմն անելու ենք։ Շնորհակալություն։